Ես Արմեն Ռադիկի Արուշյանս ապրում եմ իմ ընտանիքի հետ Էրեբունի վարչական շրջանում, վագոն տնակում, Այվազովսկի 7 հասցեում։ Ես վագոն տնակն իմ մամային է եղել, մերը մի քիչ այն կողմ էր պաժարան վարվավ։ Ուկրաինայի մենք ընդեղ ենք ապրում, հետո լրիվներից հետո սկսավ մենք եկանք, էլ չկարողացանք գնայինք։ Նպաստ ենք ստանում 55,000 դրամ ամսական։ Ես տաքսի եմ քշում, վարորդեմ, հիմա օրավարձով մեքենա եմ քշում, հիմա չեմ կարողանում, չեն տալի այսինքն մեքենա։ Քանի որ չունեմ սեփականություն, գրանցում են ուզում պարտադիր մշտական գրանցում, ես չունեմ մշտական գրանցում։ Ես էլ ինքս առողջական խնդիրներ ունեմ, ներվերի բորբոքման համար եմ խմում, երիկամներիս համար, ստամոքսի, նական օրական 7 հատ 8 հատ, օրալինում ավելի շատ եմ խմում։ Եթե խնդիրներ չունենայի առողջական, մեծ սիրով կաշխատեի, ամեն ֆիզիկական գործ եք անում, ես փոքրուց աշխատել եմ, ուրիշ ֆիզիկական գործեր եմ արել։ Հիմա առողջությունը շինեմ չեմ կարողանում, բայց ուզում եմ աշխատեմ, եթե հիմա լինի վարորդի աշխատանք, մեծ սիրով ես կաշխատեմ։ Դե որ պապաս դեղերով ապրում, որ տերում եմ որ մի քանի հատ դեղ խմում, շատ եմ նեղվում։ Մեծ տղաս Գարիկը գլխուղեղային կիստա ունի։ Ուղղակի դա չի զարգանում, էլի որ հեղուկ է հավաքվում, ինքը ոնց որ 11 տարեկան է, բայց մտածելակերպով ինքը 7 տարեկան։ Բժիշկները դե ասում են հեղուկը պետքա քաշվի, բայց հույս չկա, էլի։ Լավ լինի, կարող է շատ վատ լինի։ Բարձր ձայներ չի կարողանում տանել, գլխացավերը ունի, երբ չես կարողանում օգնել երեխայի, դրանց դաժան բան չկա։ Աղջիկա հիվանդությունը մի քիչ բարդ է, ռակիտանսկայա մայա, տենց է կոչվում։ Իծնե ինքը չունի կանացի որոշ օրգաններ բացակայում են մեզածորան, իրան էլ վիրահատումը կա, արաբկինում ինքը հաշվառված է, ուղղակի հիմա արաբկինում որ ուզում են վիրահատեն, կողքից պետք է կաթետր դնեն։ Իսկ Մոսկվայում վիրահատություն անում են ուրիշ պայմանով, որ այդ կաթետրը չի լինի։ Մեծ գումար է, չունենք մենք այդ գումարը։ Հիմա իմ կյանքի ամենամեծ երազանքն է, որ ես լավ անեմ։ Փող եմ աշխատելու, որ տանեմ իմ հայրիկին ու մայրիկին տամ, ու մեկ է ծախսելու եմ այդ փողը տալու եմ իմ քույրիկին, որ ինքն էլ գնա վիրահատվի ու լավանա։ Կարևորը ես ես շնորհակալ եմ, որ իմ ծնողները ուրիշ ծնողների նման չեն թողել գնացել։ Դե մեզ տանեն մանկատուն, բայց չեն տանում։ Ես շատ շնորհակալ եմ Աստծուց։ Մենք ամեն օր պարտադիր աղոթում ենք, սաղս նստում իր հետ աղոթում ենք։ Շատ կարիքներ ունենք, բայց հիմնականում մեր ամենաառաջի որ անդրադարձությունն ենք աղջկաց վիրահատությունն է։ Եթե կարողանանք երեխային տանենք դրսում վիրահատենք Մոսկվայում, լիովին կյանք փոխվում։ Վիրահատության համար մոտավոր $10,000 ծախս է որ վիրահատեն երեխային Մոսկվայում։